Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Շարունակենք քննարկել շաբաթվա թեման, ամփոփել, հիշեցնեմ, որ շաբաթը նշանավորվեց այն տեղեկատվությամբ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է ժամանելու Հայաստան, այցով նաև Ադրբեջան եւ շարունակելով այն process-ը, որը մեկնարկեց դեռ անցյալ տարվա հունվարի 14-ին այդ Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության խարտիայով եւ իր շարունակությունը գտավ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններով, այս տարվա հունվարի 14-ի պայմանավորվածություններով եւ Վենսի այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք նոր փաստաթղթեր, այս անգամ արդեն միջուկային էներգետիկայի համատեղ ծրագրի, նաեւ կիսահաղորդիչների եւ ուրեմն բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Ադրբեջան այցի ընթացքում փաստաթուղթ է նախապատրաստվում ռազմական համագործակցության մասին, որը վերաբերվում է, ինչպես Թրամփն էր ներկայացնում, զրահաբաճկոններին, նաև ռազմանավերին Կասպից ծովում անվտանգությունն ապահովելու համար հայտնի է, որ Կասպից ծովը համարվում է, այսպես ասենք, այս միջին միջանցքի թույլ օղակը, որովհետև այդ ծովի կամ լճի, որովհետև դեպի համաշխարհային օվկիանոս ելք չունի Կասպից ծովը, բայց այնուամենայնիվ հանդիսանում է Ռուսաստանի բացարձակ գերակայության, ուժային գերակայության գոտի եւ այդտեղ Ռուսաստանը կարող է իր չարորակ ներգործությամբ խափանարար ազդեցություն ունենալ։ Ոչ միանշանակ են արձագանքները հենց Հայաստանի ներսում, ոմանք, ինչպես ասում են, ձուն ջարդում մեջը մազ են ման գալիս այս ամենի, մինչդեռ մենք հունվարի 14-ին պայմանավորվել ենք ըստ էության առաջիկա 1 դարի համար համագործակցության տարբեր հարցերի շուրջ եւ Հայաստանի եւ հարևանների, պրոբլեմային հարևանների միջև փոխկապակցվածություն ապահովելու շուրջ, որն էլ հենց երաշխավորելու է ըստ էության խաղաղությունը եւ դարձնելու է նոր կոնֆլիկտի քաղաքական գինը ըստ էության անընդունելի եւ անհաղթահարելի բոլոր նրանց համար, ովքեր նոր պատերազմ են տենչում մեր տարածաշրջանում, ընդ որում լինի դա թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, հատկապես դեպի հյուսիս։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Խուրշուդյան, Հայաստան է գալիս Ջեյմս Դեվիդ Վենսը նոր պայմանագրեր կնքելու եւ արդեն ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի առաջ տանելու ըստ էության առաջիկա 1 դարի պայմանավորվածություն է, ընդ որում սա ոչ թե ինչ-որ ռետորաբանություն է, ֆիգուրալ, այլ հենց նշված ժամկետների մասին է խոսքը։ Համեցեք ձեր գնահատականը։ Մի փոքր ճշգրտում նավերի պահով, կարծեմ մոտորանավակների մասն է խոսքը, ռազմանավը մի քիչ այդպես հնչում է ինչպես Չասացինք ավիակիր, հացանավ կամ ավիակիր, Եվ դա շատ կարևոր է, որ համենայն դեպս հայտարարված մասը այդ ռազմական համագործակցության Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ուղղված չի լինելու Հայաստանի դեմ, այլ ուղղված լինելու բարձր չէ Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Այսինքն Կասպից ծովում ովքեր որ կարող են սպառնալ Ադրբեջանին։
Եվ միջին միջանցքին մեծ Այո, հաշվով։ միանշանակ, որտեղ միջին միջանցք կանցնելու է եւ կասկած ծով։ Հիմա շատ կարեւոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգներում ձևավորվել է մի տեսակ նոր հայկական լոբիստական խումբ, որը տասնապատիկ ավելի էֆեկտիվ է, քան անկամ, եւ գոնե հայկական իրոք ազգային հարցեր է լուծում, ի տարբերություն անկայի, որը խոչընդոտում է հայկական Պսևդոազգային այսպես։ Խոչընդոտում է Հայաստանի պետական ազգային հարցերը լուծելուն եւ հակառակը թշնամաբար է տրամադրված, ավելի շատ Ռուսաստանի շահերն է սպասարկում եւ թշնամաբար է տրամադրված Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Իրենք կնախտրեին հավանաբար ունենալ գուբերնիա ռուսական եւ իրենք էլ այդպես շարունակեն ինչ որ ամսի հարցեր բարձրացնել, որոնք որ այսօր օրախնդիր չեն Հայաստանի համար համենայն դեպս եւ ավելի շատ միտված են իրենց դրա համավակները այսպես լավ կազմակերպելու եւ էմոցիաների վրա, սփյուռքահայության էմոցիաների վրա խաղալու վրա։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ հենց այդ լոբիստական խմբի շնորհիվ էր, որ տեղի ունեցավ առաջին հանդիպումը Նիկոլ Փաշինյանի եւ Ջի Դի Վենսի։ Հիշում եք, որ ասում էին, բա այնտեղ չկար, դրոշներ չկար, պաշտոնական չէր, ընդհանրապես մտել էր իր սենյակ, բարևել էր եւ այլն, մենք տեսանք, թե ինչ շարունակություն ունեցավ այդ հանդիպումը, որտեղ գիտեք, անձնական հարաբերությունների հաստատումը, այն էլ ոչ ֆորմալ պայմաններում, երբեմն շատ ավելի կարեւոր է, ինչ պետական հարաբերություններում, այն էլ Միացյալ Նահանգների պես երկրի հետ, երբ որ դու շփվում ես, քան ուրեմն շատ ավելի, այսպես պաշտոնական հանդիպումները, որը երբեմն չեն թույլ տալիս փոխանցել, այսպես սիմպաթիաները փոխադարձան մարդկանց միջև եւ այդ կապը, այդ կոնտակտը չի ստացվում։ Շարունակությունը եղավ այն, որ հենց նույն Ջի Դի Վենսի աջակցությամբ այդ պրոտոկոլները ստորագրվեցին համագործակցության տարբեր ոլորտներում եւ հիմա էլ պատահական չի, որ հենց ինքը փոխնախագահ Միացյալ Նահանգների այցելում է տարածաշրջան, հա։ Դա կարող է լինել Ռուբիոն, չէ, դա կարող է լինել Վիտկոֆը, մասս կարող է ուղարկել, բայց վստահաբար Ջի Դի Վենսն է ոնց որ կուրացիա անում այս հարցերը, որտեղ ի սկզբանե իր հետ է եղել այս պայմանավորվածությունները եւ իր շնորհիվ է, որ այս Տրամպի միջնորդությունը խաղաղություն հաստատելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև այդ գաղափարը հենց որ Հայաստանից է գնացել, մենք դա գիտենք եւ հայկական լոբիստները կարծես թե բավական հաջող արդյունքներ դա տեղ են հասցրել, դրա կարեւորությունը եւ հնարավորությունը նաեւ Տրամպի համար իր այսպես սպասումների եւ ակնկալիքների եւ ամբիցիաների բավարարման նաեւ տեսակետից խաղաղություն հաստատելու եւ այս մեկ տարածաշրջանում հենց ստացվել է Ջի Դի Վենսի շնորհիվ։ Հիմա չեն գնահատում այս փոխնախագահի հայացքները տարբեր հարցերում, հա դա գիտեք Ամերիկայի ներքին գործերն է եւ նաեւ Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների, որը որ հատկապես փոխնախագահ Միացյալ Նահանգների շատ քննադատաբար է վերաբերում Եվրոպայում, մենք գիտենք Եվրոպայի եւ Եվրոպայում ընթացող գործընթացների հանդեպ, որը մենք չենք կիսում իհարկե, որովհետեւ Եվրոպան քաղաքակրթական առումով մնում է նշաձող, շատ բարձր նշաձող եւ այն ինչ որ ինքը քննադատում է Ռումինիայի համար, մեր համար լրիվ հակառակը շատ կարեւոր է, որ մեր մոդել կանխենք որևէ հիբրիդային հարձակում Ռուսաստանի կողմից։ Բայց տվյալ դեպքում ինքը շատ այսպես արդյունավետ եւ կարեւոր առաքելություն է ստանձնել Հայաստանի Ադրբեջանի միջև լոգիստիկ շղթաների անվտանգությունը ապահովման եւ դրա միջոցով նաեւ խաղաղության ապահովման ուղղությամբ եւ շատ կարեւոր է, որ Հայաստանին այս համագործակցությունից բաժին են հասնելու կիսահաղորդիչները, բարձր տեխնոլոգիաները, չիպերը, դրանց տեխնոլոգիաները, հա, միջուկային համագործակցությունը, լավ կառավարման ուղղված իհարկե նաև քայլերը եւ տրանսպորտային շղթաների, այսպես լոգիստիկ շղթաների ֆինանսավորումը նաև, պարտադիր չի հենց Միացյալ Նահանգների որպես պետության կողմից, այլ ներդրողներին կներգրավեն հենց Միացյալ Նահանգները, որտեղ դա շատ հսկայական ծախսեր պահանջող ուրեմն պրոյեկտներ են լինելու, դա միայն երկաթգիծը չէ, դա նաև լավ ճանապարհներն են, ուրեմն դա նաև գազատար նավթատարներն են, որոնք որ ամենայն հավանականությամբ կանցնեն Հայաստանում շատ ավելի հյուսիսային հատվածում, այլ ոչ թե հենց Մեղրի հատվածում, ոնց որ նաև Ալիևն է շահագրգռված եւ մենք էլ ենք շահագրգռված։ Դե դեպքում շատ ավելի մեծ տրանզիտային ուրեմն հնարավորություն կստանանք մեկ եւ երկրորդը շատ ավելի մոտիկ կլինի այն տարածքներին, որտեղ կարողանանք նավթավերամշակման եւ օրինակ գազի խտացման կոմբինատներ կառուցել, հա, այդ բաների վրա։ Նույնը վերաբերում է ինտերնետ մալուխներին, հոսանքի գծերին, այդ ամբողջը միլիարդավոր բառից բուն իմաստով դոլարների ներդրում է պահանջում, որը որ կանեն ներդրողները այդ կոնսորցիումի շրջանակներում ներգրաված եւ որից մի զգալի
մասնաբաժին շահույթի կստանա Հայաստանը։ Դա չի նշանակում, որ շահույթի մաքուր 26%-ը կստանա Հայաստանը, ոնց որ ինքը մասնաբաժին ունի այդ կոնսորցիումի մեջ, որտեղ կոնսորցիում ներդրողներ փոխհարաբերություններն էլ այլ հարաբերակցություններ կարող են ունենալ, բայց այն որ առանց ինչ որ շոշափելի ներդրումներ անելու ֆինանսական ինքը մեծ շահույթներ կստանա, զուտ եթե նայենք ֆինանսական հատվածը, Հայաստանը այդ շահույթները կստանա, դա ակներև է, այլ չեմ խոսում նրա մասին, որ այստեղ միայն տնտեսական օգուտների մասին չի խոսքը, այստեղ լոգիստիկ շղթաների քողի ներքո կամ ֆոնի ներքո անվտանգության եւ խաղաղության ապահովման Միացյալ Նահանգների հանձնառությունն է։ Թիվ 1 գերտերության աշխարհի հանձնառությունն է, որը խախտելը այ շատ ավելի ռիսկային կլինի Ադրբեջանի համար եւ որի հետ պայմանավորվել է այդ ստանձնած հանձնառությունների դեմ բնականաբար անհնար է լինելու ի տարբերություն նրա, որ Ռուսաստանի հետ պայմանավորվեցին Հայաստանի եւ Արցախի դեմ եւ այդ պատերազմը սկսեցին Ռուսաստանի համաձայնությամբ, ինչ թե Ռուսաստանը նոր մտադրություն ուներ, նոր պլաններ ուներ, ոչ թե այն ստանձնած իր հանձնառությունները կատարելու Մինսկի խմբի շրջանակները նաև ստանձնել էր, այլ որ իր զորախմբը մտցներ խաղապանների տեսքով ու հետո դա էլ ինչ որ ձևով սակարկեր, վաճառեր Ադրբեջանին եւ հաներ եւ Թուրքիային։ Եվ ցանկապատ էր արդեն նախապատրաստում 22 թվականի հուլիս ամսին, այո, եւ Արաքսի երկայնքով։ Այո, եւ կառավարություններ ուղղակի շատ կտրուկ ձևով արգելեց դա անել։ Ոչ միայն արգելեց, որոշ հատված արդեն սկսել են կառուցել, քանդեցին ուղղակի։ Այո։ Դա շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանում է արդեն ինքնիշխանության դիրքերից հաղորդակցվել եւ հարաբերվել Ռուսաստանի հետ։ Այն ինչ որ անհնար էր պատկերացնել միջև հեղափոխությունը, գուցե նաեւ դժվար էր պատկերացնել այս չափով միջև 2020 թվականի պատերազմը, երբ որ ակներև դարձավ Ռուսաստանի դավաճանությունը։ Բայց իհարկե մեծ դեր ունի այստեղ նաև Ռուսաստանի թուլացումը իր սկսած արկածախնդիր պատերազմի հետևանքով եւ այսօր Ուկրաինան, երբ որ մարտնչում է ռուսական ագրեսիայի դեմ եւ հյուծում է ռուսական բանակը եվրոպացիների նաև աջակցությամբ եւ ամերիկացիների աջակցությամբ, դա ուղղակի հսկայական հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար սեփական անվտանգությունը օր առաջ այսպես ամրապնդելու ուղղված քայլեր անել եւ երբ որ Հայաստանը տարբեր էներգետիկ բաները հասարակավորումներ է տրամադրում նվիրատվություն որպես բարեգործական կարգով, հա, օգնության կարգով Ուկրաինային եւ Ուկրաինի ժողովրդին Ուկրաինային, դա շատ կարեւոր նաեւ արձանագրում է, որ այդ ամեն ինչը Հայաստանում հասկանում են, կարևորում են, բացի մարդասիրական իհարկե մղումներից, բայց այդ քաղաքական արժեքը, որ այսօր Ուկրաինան ունի Հայաստանի համար եւ Հայաստանի անկախության հաստատման համար, Հայաստանում հասկանում են։ Պարոն Խորշուձյան, տեսեք, մենք այ ինչ քննարկում ենք ձեզ հետ միասին, այդ թվում նաև այս այցը Վենսի, նաև այն ինչ տեղի կունենա դրանից հետո, գիտենք մայիսին էլ այդ եվրոպական այդ պատմական նշանակության միջոցառումներն են, այս ամենը տեղի ունենում նախընտրական համատեքստում։ Ուզենք չուզենք օբյեկտիվ իրականությունը դա է եւ այս ընթացքում այդ ձեր նկարագրած դասավորությունը եւ ընկալումը ըստ այդմ օպոնենտներ ունի, այդ թվում նաեւ հանձինս ոչ միայն են արդեն հայտնի 5-րդ Շարասյան եւ 6-րդ պալատի, այլև այսպես նորաթուխ, հա, այսպես դեբյուտանտ քաղաքական ուժերի եւ գործիչների կողմից, որոնք խաղադրույքն անում են այլ բանի վրա, հակառակ նրա, ինչը ասում եք դուք, որ դուք չգիտեք, հեսա Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը իրար հետ բանու, այո, մենք սխալ ենք անում, որ մեկ երաշխավորով էինք այդ ամենն անում, հիմա պետք է մեկից ավելին, հա, եւ դա հնարավոր է, որ ասենք Միացյալ Նահանգների հետ մենք այս ամեն ինչ պայմանավորվել ենք, մի հատ էլ երաշխավոր կարգենք, ասենք թե Ռուսաստանին, Չինաստանին, հա, մի քիչ դժվար է, բայց Ռուսաստանը հնարավոր է։ Այս ինչ ոչ գիտական ֆանտաստիկայի ժանրի պատմություններ են, պարոն Խորշուձյան։ Չէ, Չինաստանն էլ կֆինանսավորի, ֆոնդեր կհատկացնի, չէ, 70% ներդրումները կապահովի իր ձեռնարկությունների մեջ եւ այլն։ Իդեպ դրա հետ կապված մի հետաքրքիր բան պատմեմ ձեզ, երեք մի խոշոր գործարարի հետ շփվում ենք, իր արտադրամասերն էր նոր ցույց տալիս մեզ ու խոսք գնաց նաև այդ
Չինաստանի ներդրումների մասին, հա, որը որ այո, կա իրոք այդպիսի հիմնադրամ Չինաստանում, որը որ եթե այդ սարքավորումները մատակարարում են, որևէ երկիր, որտեղ ինչ որ արտադրամասեր են ստեղծվում, այո, այդ սարքավորումների 70%-ը միջև ծախսերը ինքն է հոգում։ Ճիշտ է, ինքը այդ սարքավորումները գնահատում է 1.5 անգամ ավելի թանկ շուկայական արժեքից, մի հատ այդտեղից է, հա, 35% հանում, հա, իր այդ 70%-ից կիսով չափ նվազեցնելով ըստ էության այդ ծախսը, բայց այստեղ մի կարևոր բան կա։ Ինքը դրանով նախ ինքը միտեղ չի անում, ինքը այդ նույն արտադրամասերը տարածաշրջանի մյուս երկրներում անում է եւ մենաշնոր է կամաց հաստատում այդ արտադրության վրա մոտակա տարածաշրջանում եւ ինչ որ պահից ինքը ուղղակի երբ որ արդեն մենաշնորը հաստատված է լինում ինքը արդեն որոշում է թե այդ արտադրամասներից որն է ամենաարդյունավետ աշխատողը եւ մնացածը կարող է ուղղակի փակել եւ դա ինքը այդ եւ թողնել միայն այն կամ նրանք որոնք որ կարող են ավելի ցածր գներով ավելի մենաշնորային դիրք ապահովել բայց իհարկե շահույթներն էլ գնալու է մեծ մասամբ Չինաստան եւ այդ ամեն ինչը առանց հաշվի առնելու ուղղակի այսպես խայծ տան որ 70% անոթում գիտկներ եկել ԵԲՌԴ-ն էլ մեծ վարկեր է տրամադրում բավական ցածր տոկոսներով բայց այդպիսի պայմաններ չի դնում եւ այդպիսի խարդախ որ մեխանիզմներ չի դնում տակը որ վաղը դա կարող է քեզ ավելի հակառակ աշխատել էլի կոդեմ աշխատել ինչև է այդ ուղղակի մի փոքր շեղվեցինք բայց իրականում Միացյալ Նահանգները այսօր շարունակում են այն քաղաքականությունը որը միշտ ունեցել են անկախ նրանից Տրամփն է Բայդենն է ով է այս տարածաշրջանի լոգիստիկ շղթաների վերահսկողությունը եղել է իրենց ռազմավարական պլանի մեջ եւ Բայդենի օրոք արդեն սկսել են դա փորձեն անել ու դա արել են պարզապես այսպես ժողովրդավարական բաներ չխախտելու գնով եւ քայլեր են դասավորել որպեսզի ժողովրդավարական ինստիտուտները չխաթարվեն եւ նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապել են շատ թեքիչ, հա մենք հիշում ենք նաեւ Օբրայանի այցը եւ այլն բայց ուրեմն եւ տարածքային ամբողջականության հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապել են որպեսզի Ադրբեջանը չհանդգնի ինչ որ հավակնել Հայաստանի հարավային ինչ որ հատվածների վրա արտա տարածքային կամ ոչ Հայաստանի համար ոչ սուվերեն ինչ որ որոնք բարձրաձայնվում էր դրա մասին բաց տեքստով, չէ՞ Ադրբեջանի կողմից։ Սպառնում էին ավելին ըստ արտահոսքերի, մենք գիտենք, որ անցած տարվա գարնանը, գարնասկզբին, հա, մարտ-ապրիլին սպասվում էր հարձակում Ադրբեջանի կողմից, որը փաստացի կանխվեց Միացյալ Նահանգների այս միջնորդության շնորհիվ։ Հիմա դա շարունակում է Տրամփը ավելի կոշտ ձևերով իր անկանխատեսելի կեցվածքով, որը որ Ադրբեջանի համար անհնար է դարձնում հակաճառելը, հակադրվելը, այսինքն մի կողմից իհարկե ոչ մեկի դուրս չի գալիս, որ Տրամփը միջազգային իրավունքի դեմ տարբեր քայլեր անում տարբեր տարածաշրջաններում, բայց փաստ է, որ իր այս կոշտ մեթոդաբանությունը եւ իր անկանխատեսելիությունը այս դեպքում իօգուտ Հայաստանի աշխատեց այն իմաստով, որ Ադրբեջանը զուսպ է, Ադրբեջանը արդեն մտքափոխ է եղել եւ չի հավակնում Մեղրիի հանդեպ ճանապարհների հանդեպ որևէ սուվերենության կամ Հայաստանի սուվերենության նվազման արդեն համակերպել են նրա հետ որ այո դա պետք է լինի ամբողջությամբ Հայաստանի վերահսկողության ներքո իրավական տեսակետից եւ տեխնիկական առումով էլ ամերիկացիները օգնելու են որ այդ իրավական վերահսկողությունը արվի մաքսիմալ անխոչնդոտ այսինքն իմ ունեցած տեղեկությունները ենթադրենք այդ բեռները որ պետք է անցնեն գնացքները հզոր սկաներներ են տեղադրվելու ամերիկյան տեխնոլոգիաներ որ ամբողջությամբ տեսնելու է մեջին ինչ կա թույլատրված է թույլատրված չի Մի ընթացքը կդանդաղեցնի այո եւ հետո շարունակելու այսինքն այնպես էլ չի որ ընդհանրապես չի դանդաղելու եւ նույն արագությամբ գնալու է ինչ որ խոչընդոտ ամեն դեպքում այդ եթե համարենք խոչընդոտ լինելու է բայց կներեք մենք երբեք խոչընդոտ չենք համարում երբ որ Վրաստանի սահմանը հատում ենք դա խոչընդոտ չի դա իրավակարգավորում է խոչընդոտ է եթե արգելվում եք ես գնալ լարսը որ ռուսները փակում են այդ խոչընդոտ է հիմա մենք էլ որ փակենք Մեղրիում կլներ խոչընդոտ այնպես որ նույնիսկ մեկնաբանության տեսակետից որովե խնդիր այդտեղ չկա եւ Ադրբեջանը կարծես հալիվը համակերպվել է դրա հետ որ այո այդպես ոնց որ պայմանավորվում են Միացյալ Նահանգներն ու Հայաստանը այդպես էլ լինելու է եւ այն որ Միացյալ Նահանգները զուգահեռաբար նաեւ այսպես քաղցրաբլիթ է տրամադրում Ադրբեջանի վաճառում այսօր Միացյալ Նահանգները ոչ մեկին չի տրամադրում քաղցրաբլիթ բոլորին արդեն վաճառում է
վաճառում է այդ զենքը Կասպից ծովի համար Ադրբեջանի պաշտպանունակությունը ավելացնելու համար, դա նաև կախվածության որոշակի հերթական լծակ է, ազդեցության լծակ է, որ ավելի այսպես հեշտ համաձայնվի Ադրբեջանը այն պայմանավորվածություններին, որը որ ստորագրվելու են DG-Vance-ի ուրեմն այցի ժամանակ։ Պարոն Խորշուձյան, տեսեք, մենք այնուամենայնիվ խնդիր ունենք Հայաստանի ներսում։ Խնդիր, որը ըստ էության խրախուսվում, սնուցվում է Ռուսաստանի կողմից։ Մենք հիմա այս տարվա ընթացքում հենց առաջին իսկ լիարժեք աշխատանքային օրվանից, հա, երբ ռուսական ֆաշիզմի առավել հակասանիտարական ներկայացուցիչները սկսեցին մեզ ուղիղ տեքստով սպառնել։ Էլ SV-ով, էլ չգիտեմ որ քաղցրաբլիթներն ավարտվեցին, հիմա պետք է արդեն ճիպոտ օգտագործել, չէ՞։ Մտրակ։ Հիմա այդ բանն էր, դա էլ են մի նախամարդու կերպարանքով մի գործիչ կա, ճակատին գերածավ մուտք չկա, էլի։ Հա, բայց սրանք սպառնալիք են։ Դե դուգինն ասում եմ, թերևս դուք ով եք, որ պետք է սուվերեն լինեք։ Դուք կամ մեր տակն եք, կամ մեր թշնամիների եւ այլն։ Այո։ Հիմա այս մարտը այստեղ էլ կան շրջանակներ, որոնք ձեռք են շփում հրճվանքից այս ամեն ինչի հետ կապված եւ այս հարցը Հայաստանում այս պահի դրությամբ մնում է չլուծված։ Համեցեք։ Ավելի անկեղծ են դարձել ռուս քարոզիչները եւ դա կարեւոր է հայ հասարակության սթափությունը ապահովելու համար, որտեղ գիտեք միշտ կա հասարակության մեջ մի խավ, որը ուզում է ինքն իրեն հույսերով փայփայի, ուզում է ինքն իրեն հեքիաթներով կերակրի, ուրիշների հեքիաթներով բնականաբար, Ռուսաստանում ծնված հեքիաթներով, որ չէ դեռ ոչինչ, ինչ որ եղավ, ռուսները ինչ մեր հանդեպ արեցին, բայց հիմա այլևս այդպես չի լինի։ Մենք եթե մեզ խելոք պահենք, իրենք այդպես չեն վարվի։ Հիմա Ռուսաստանի գլխավոր գաղափարախոսները եւ պրոպագանդիստները ցույց են տալիս, որ չէ, այդպես չի։ Այդպես չի եւ գիտեք, երբ որ ժամանակին այդ գիտեք հայտնի Հեյդար Ջեմալ կար, ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանում, այսպես կիսառուս, կիսաադրբեջանցի, շատ ինքը բան էր, մուսուլման եղբայրների հետևորդ էր, հա, եւ այդ առումով շատ հետաքրքիր է, որ ինքը դարձել էր գուրուն մի քանի ռուս գաղափարախոսների, որոնք հետագայում մեծ ազդեցություն գործեցին նաև Ռուսաստանի քաղաքականությանը, դրանից մեկը Դուգինը, մեկը Շևչենկո կա մի հատ, գիտեք։ Եվ Հեյդար Ջեմալը հայտնի էր նրանով, որ ինքը ասում էր, որ Հայաստան պետություն պետք է գոյություն չունենա ընդհանրապես։ Հիմա եւ Դուգինը երբ որ ժամանակին աջակցում էր Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Արցախի վրա, այստեղ ոմանք ասում են դե Դուգինը հո չի ներկայացնում Ռուսաստանի գաղափարը, Դուգինը ավելի շատ Հեյդար Ջեմալի աշակերտն է եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք ինչ տրանսֆորմացիա տեղի ունեցավ Դուգինի մոտ։ Դուգինը հիմա ասում է որ Ադրբեջանն էլ չպետք է ունենա։ Հեյդար Ջեմալը մահացել է քաղցկեղից մի քանի տարի առաջ։ Մուրազը փորը մնաց չտեսավ ոնց Ադրբեջանը զավթեց Արցախը իրականում, հա, բայց ամենայն դեպս ուրեմն Դուգինը հիմա տրանսֆորմացվել է եւ ասում է, որ ընդհանրապես ոչ Ադրբեջանը, ոչ միջինասիական երկրները, ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը պետք է սուվերենություն չունենան։ Հետարքիր է, որ Ուկրաինա, Մոլդովա այդ ուղղությունը բան չարեց, չնշեց։ Դա երևի ինքնին է։ Նու բարերը արժեք ունեն եւ ինքը լինելով բավականին խորասուզված անձնավարություն բարերի արժեքի մեջ, ինքը կարծում եմ, եթե ուզենար եւ թե հարմար գտներ, միջև Մերձ Բալտիկա կհասներ նշելով, հա, այդ բաները։ Հետո էլ պետք է հասկանանք ինչ են ձեռք հաշում արևմտյան ուղղությունից, ամենադեպս առերևույթ այդ կոնկրետ այդ մարդու շուրթերով, բայց նույնը Սոլովյովը, երբ որ մենք տեսնում ենք, Սոլովյովն էլ արևմտյան հատվածից չէր խոսում։ Մոլդովայից ձեռ են քաշի արդեն։ Ուկրաինայից կարծես թե ձեռ են քաշի, ավելին ասեմ, Սոլովյովը նույնիսկ Վրաստան-Ադրբեջանից չխոսած, խոսած էլի կենտրոնական Ասիա եւ կենտրոնական Ասիա։ Այսինքն ուղղությունները համընկնում են, սա պատահական չի, հա, այսինքն հիմնական
հաջորդ հարվածը իրենք տեսնում են հարավային ուղղությամբ։ Դուգինը ավելի շատ մի քիչ կոռեկցիա արեց, հա, ճշգրտում մտցրեց Սոլովյովի վրիպումի մեջ եւ ավելացրեց Վրաստան-Ադրբեջանը։ Որը որ կարծում եմ այդքան էլ իրատեսական չի, որտեվ իրենց համար տեխնիկապես գուցե եթե հասնի դրան, որ ինչ-որ արկածախնդրության դիմեն, տեխնիկապես գուցե ավելի հեշտ է Ադրբեջանի դեմ ինչ-որ քայլ անեն, բայց մենք տեսել ենք Ադրբեջանին իրենք վախենում են նույնիսկ շատ, ասենք, սուր քննադատել Թուրքիայի հետ հարաբերություններ չփչացնելու համար, այդքան թուլացած եւ վախվորած պետություն են դարձել։ Հայաստանի դեմ էլ դժվար է տեխնիկապես, որտեղ ընդհանուր սահման չունեն եւ մինչեւ Վրաստանը չգրավեն, իսկ Վրաստանը գրավելու համար առիթ չի տալիս Վրաստանը, հակառակը լրիվ, այսպես ռուսամետ իր քաղաքականությամբ կարծես թե թվում է թե որևէ խնդիր պիտի չառաջացնի, չնայած արդեն չեմ հասկանում, գուցե Իվանիշվիլին ինչ-որ մի պահ հրավիրի ռուսներին Վրաստան, ինչ-որ մի բանի դեպքում, հա, ինչ-որ իրադարձությունների դեպքում իր իշխանությունը փրկելու համար, գուցե դրան են սպասում ռուսները, չգիտեմ։ Համենայն դեպս տեսանելի է, որ այդ անկեղծությունը բերելու է նաև նրան, որ Հայաստանի հասարակության այն մասը, որ գոնե ինչքան էլ, գիտեք, հա, մարդիկ հարազատներ ունեն Ռուսաստանում, մտահոգ են, նոր մեկի հետ խոսում էի, ասում է, հա, դե պետք է Ռուսաստանի հետ մեկը հարաբերություն լավ պահեն, մեր հարազատները այնտեղ են, թե չեք սկսեն նրանց վերաբերվել ոնց որ ժամանակին վրացիների հանդեպ, երբ որ Վրաստանում հեղափոխություն եղավ, ասում եմ, հա, բայց Հայաստանը չի գնում հարաբերությունը փչացնել, Ռուսաստանն ինքն է գնում դրան։ Այսինքն Հայաստանը ինչ է արել, որ կարող ես ասես, այ դրա պատճառով Ռուսաստանը ինչ որ քայլած։ Հայաստանը ինչ արել է, Հայաստանի իշխանությունը ինչ արել են ի պատասխան որևէ հակահայ քայլի ցույց տալու, որ այդ քայլերը հակահայ անպատասխան չեն մնալու, որովհետև եթե դու անպատասխան ես թողում, դրանք էսկալացիայի են դիմում, այսինքն գնալով ավելի ուժ գնանալու են այդ քայլերը, բայց դրանք չուժ գնացան, որովհետև երբ որ իրենք լարսը փակում էին, որ մեր ապրանքները չգնան Ռուսաստան, Հայաստանից ասում են, եթե շարունակեք լարսը փակել, մենք դուրս կգանք ԵԱՏՄ-ից, հաջորդ օրը բացում էին, այսինքն այդ քայլերը արդյունավետ են հակաքայլերը։ Բայց այդ քայլերը եթե էտել չանենք, ուրեմն մենք կներեք, որ պատանդը չենք դարձել, ոչ Ռուսաստանի, ոչ է Ռուսաստանում ապրող Հայաստանի քաղաքացիների կարգավիճակի, բարի թող լինեն, վերադառնան։ Մենք այսօր բազմաթիվ դեպքեր գիտենք, որ կներեք այդ մարդիկ գնում են կոնտրակտ են կնքում ռուսնական բանակում գնում են կռվում են Ուկրաինայի դեմ։ Որում խոսք է գնում արդեն հազարավոր հայ զոհվածների մասին։ Զոհվածների, տասնյակ հազարավոր վիրավորների եւ անհայտ կորածների եւ հիմա դեռ այնտեղ գտնվողների, ասենք այդքան հայ, որ Արցախում կռվեր գար, ուրեմն կան այնտեղ իհարկե մարդիկ, որ նաև Արցախում են կռվել, ցավոք սրտի եւ հետո գնացել են այնտեղ ուրեմն ներգրավել են այդ պայքարում, բայց հատուկ են մատների վրա կարելի աշխատել։ Հիմնականում այն մարդիկ են, որոնք որ արդեն Ռուսաստանը իրենց հայրենիքն են համարում, հերիք չի, մի հատ էլ նաև փող են ուզում աշխատեն այդ պատերազմի վրա։ Հիմա մենք այդ մարդիկ հուսով եմ եւ վստահ եմ չեն ներկայացնում ամբողջ հայ համայնքը Ռուսաստանի, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ իրողություններ կա, ոնց որ մենք չենք կարող այդ մարդկանց ասել, պետությունը չի կարող Հայաստանի Հանրապետության ասել, մի գնացեք այդպիսի բաներ, մի մասնակցեք, գոնե չեք զոհվի։ Այնպես էլ Ռուսաստանը իրավունք չունի միջամտել մեր գործերին եւ այդպես էլ Ռուսաստանում ապրող հայությունը չի կարող որոշի Հայաստանի ինքնիշխանության ճակատագիրը, այն էլ որոշի ի վնաս Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության։ Այնտեղ կան իհարկե շատ հայրենասեր հայեր Ռուսաստանում, որոնք որ աջակցում են Հայաստանին եւ դժգոհ են Ռուսաստանի քաղաքացիական, բայց որևէ ազդեցություն չունեն ցավոք սրտի, որտեղ այնտեղի էլիտաները գրեթե ամբողջությամբ ուրեմն բռնազավթված են օլիգարխատի կողմից, որոնք որ սնում են Կրեմլին եւ սնվում են Կրեմլի հրահանգներից։ Մեդալներով, բանով, մեդալներով եւ իրենց ձևերով խաղեր տալով եւ հակապետական գործունեություն ծավալելով նաեւ Հայաստան։ Դա է իրավիճակը, որը պետք է Հայաստանի հասարակությունը հասկանա եւ այդ քայլերը Ռուսաստանից հնչող ձայները օգնում են դա հասկանալու, օգնում են մեզ ավելի հստակ բացատրելու հասարակությանը, թե ով է եւ ում հետ է մեզ վտանգ սպառնում, եթե մենք ապագեն կապենք նրանց հետ եւ ում հետ ոչ։ Մի ուղղակի դրվագել ռազմաարդյունաբերության մեր գործընկերներից մի քանի ամիս առաջ, նոր եմ իմացում ես դրա մասին, մի քանի ամիս առաջ կառավարությունը պլատաները, գիտեք, պլատաները չիպերով հավաքված սարքավորումներ են, մտցրել է այն ապրանքատեսակների ցանկի մեջ, որոնք արտահանելիս հազար ու մի փաստաթուղթ բարդություններ, երկար ժամկետ, էկոնոմիկայի նախարարությունից թույլատվություն, ստուգումներ ԱԱՑ-ում մի այնպիսի ընթացակարգ է մտցրել, որ արտասահմանում այդպիսի բան գոյություն չունի։ Այնտեղ որ ելներ, այնտեղ բոլոր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները ուղղակի կանգնեն։ Հիմա
տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ Հայաստանում էլ է ձեռնարկությունները կանգնեն։ Ու ես իմանում եմ, որ դա արվում է ԵԱՏՄ-ի կարգավորումների հետևելով։ Այսինքն ԵԱՏՄ-ն, Ռուսաստանը, քանի որ ինքը այլևս չի արտահանում նման բաներ արտասահման եւ այդ կապերը խզվել է ամբողջությամբ, ինքը որոշել է սպանի նաև իր ազդեցության տակ գտնվող ԵԱՏՄ մյուս երկրների հնարավորությունները արտահանման եւ այդպիսի կարգավորում են մցրել եւ մերոնք էլ խելոք համաձայնվել են, հերիք չի մի հատ էլ հիմա կառավարությունը մցրել են եւ հիմա մեր ռազմարդյունաբերողները եւ ոչ միայն ռազմարդյունաբերողները, տեխնոլոգիական բարձր ուրեմն պրոդուկտ արտադրող ընկերություններ կան, որոնք ուղիղ կապ չունեն ռազմարդյունաբերության հետ, բայց որոնց զարգացումը էական ազդելու է նաև ռազմարդյունաբերության վրա եւ մեր տնտեսության վրա, մեր ապագան այդտեղ է, բայց այդտեղ հատուկ ստեղծել են խոչընդոտ, որ չզարգանա, տեսնելով Հայաստանում ինչ արագ է զարգանում, այդպիսի խոչընդոտ են, որ արտահանումը գոնե խեղդեն։ Իսկ որ արտահանումը խեղդվում է, կներեք, ոչ միայն արտահանումն է դա, օրինակ բազմաթիվ ընկերություններ արևմտյան այստեղ ունեն մասնաճյուղեր եւ այդ մասնաճյուղները մի բան որ արտադրում են, պետք է օրինակը նաեւ մի հատ ուղարկեն հաստատման, նույնիսկ այդ օրինակը հաստատելու տասնյակ 10, 20, 30 օր մինիմում կարող է տևի, հերիք չի, մաքսեր, բաներ, ամեն մի օրինակ, մի նմուշը, մի հատը, պատկերացնում եք, եթե նույնից նույն կարողանա ուզենա արտահանել, ասենք 10 հատ, 20 հատ, 10-նապատիկ, 20-նապատիկ կրկնապատկում է, դա մի քանի բան է մենակ նվազում, եթե նույն մարկիրովկան է, ԱԱԾ-ում մի անգամ ստուգվում են, մնացածին էլ է դա վերաբերում, բայց այն բազմաթիվ այլ կարգավորումներ, ուրեմն այդ խոչընդոտները ստեղծված են։ Եվ ես ուղղակի զարմանում եմ, մի կողմից կառավարությունը գնում է Միացյալ Նահանգներում կնքում է այդպիսի կարևոր համագործակցության փաստաթղթեր, եւ մյուս ձեռով կատարում է ԵԱՏՄ-ի անհեթեթ ուրեմն պարտադրանքները, որ ուղղված է հենց այդ համագործակցության դեմ ինստիտուցիոնալ ճանապարհով այդ համագործակցությունը խեղդելուն։ Այդպես ո՞նց է լինելու։ Եվ ամփոփելով, պարոն Խորշուդյան, մենք այսօր խոսում ենք հիբրիդային վտանգների մասին, մեր արտաքին հետախուզության ծառայությունը դա հաստատում է իր զեկույցով, նաև նշելով, որ ընտրություններին ընդառաջ այդ հարձակումներն ուժ գնանալու են եւ թվում է թե երբ խնդիրը ձևակերպված է, դրան պետք է հետևեն գործողություններ։ Դուք համարում եք, որ իրավիճակը բավարար է այդ ուղղությամբ։ Ես սկսում եմ բազմաթիվ տարակուսելի երևույթներ նկատել իշխանությունների արձագանքի մեջ այդ ուրեմն հիբրիդային հնարավոր հարձակումների դեմ։ Տեսեք, երեք ազգային ժողովում ընդունվեց մի փաստաթուղթ, որը դիտորդական առաքելությունների գործունեություններ կարգավորում ընտրությունների ժամանակ։ Ես իհարկե պետք է մի հատ ծանոթանամ այդ փաստաթղթի հետ, բայց առաջի տպավորություններս այդ լսումներից եւ այդ քննարկումներից այն էր, որ հստակեցվել է կարգավորումը առայն, որ միջև ուրեմն գոնե այդպես ներկայացրեցին հեղինակները օրենքի, միջև դիտորդական առաքելության մեծամասնությունը ուրեմն չզբաղվի քաղաքական գործունեությամբ, այսինքն քաղաքական քարոզչությամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողով իրավունք ունի կասեցնի նրա գործունեությունը, պատկերացնում եք։ Այսինքն ամրապնդում է ուղղակի այդ դիտորդական առաքելությունների, ինչպեսին օրինակ հայակվեն է, քաղաքականությամբ զբաղվելու, քաղաքական քարոզչություն իրականացնելու հնարավորություն ամրապնդում է օրենքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչինչ չի կարողանալու անել։ Հիմա ես մի հատ իհարկե կուսումնասիրեմ դրան նվիրված առանձին քննարկում կանենք եւ հրապարակային անպայման, բայց առաջի տպավորությունները շատ տարակուսելի էր, այն ինչ որ քննարկվեց, այն ինչ որ ներկայացվեց, իմ համար անհասկանալի էր, ասենք, ոնց կարելի է։ Ինձ դա գիտեք ինչ հիշեցրեց, ժամանակին նաեւ երբ որ Տիգրան Հակոբյանը հեռուստարադիո հանձնաժողով ղեկավար ներկայացնում էր կարգավորումներ եվրոպական ստանդարտներին համապատասխանող կարգավորումներ օրենսդրքի մեջ մտցնելու ուրեմն այդ փաթեթը ազգային ժողովին էր ներկայացնում, որպեսզի ատելության խոսքը, ուրեմն զրպարտությունները, հայոյանքները, այդ կարգի, ասենք, բաները տեղ չունենային մեր մեդիայում եւ խիստ պատժամիջոցներ կիրառվեր դրանց դեմ, հենց ԿՊ-ն էր դեմ դրան, ԿՊ-ի այսպես քաղաքասրակության նախկին քաղաքասրակության հատվածը, այսպես ասենք, ոնց կլինի մենք խոսքի ազատություն ենք դրանով սահմանափակում եւ այլն, արդյունքում չանցան այդ կարգավորումները, ուզեցան ավելի հռոմի պապ լինել, քան ուրեմն ավելի կաթոլիկ լինել, քան հռոմի պապը։
Եվ արդյունքում մենք միջև հիմա ունենք այդ ուրեմն անհեթեթ իրավիճակը, այդ ատելության խոսքը, ուրեմն զրպարտությունները, սուտը այդպես հեշտությամբ տարածվում են առանց առանձնապես մեծ խնդիրներ կամ ուրեմն ատելության խոսքի եւ զրպարտությունների եւ ապաքրեականացումը, դա հայոյանքների ապաքրեականացումը։ Գնա տուգանք մուծի, մանավանդ եթե հարուստ ես, թիկունքիդ էլ Ռուսաստան կա կանգնած, փող կունենաս, դիր ու աչուձախ բոլորին զրպարտի, անպատվի, հայոյի, ինչ ուզում ես արա, հետո տուգանքներդ կմուծես, կպրծնես։ ԿՊ-ի հանճարեղ տրամաբանությունն է, որից իրենք նաև տուժում են, իրենք նկատի ունեն իրենց ղեկավարությունը, ոչ այն մարդիկ, որոնք որ այդպիսի կարգավորումների օգտին, ուրեմն քվեարկեցին եւ մտցնում էին, պաշտպանում էին, որ չէ, Եվրոպան ռեստրիկտիվ բաներ է անում, Եվրոպան Հայաստանի պես ժողովրդավար չի, որ մենք Եվրոպային հետևենք, մենք պետք է ամեն ինչ թույլ տանք, ու սարքեցին բարդակ, ուղղակի անարխիա մեդիա դաշտում։ Ու հիմա իրենք իհարկե չեն տուժում, իրենց ոչ մեկ չի հայոյում, չի 1000-ից 1 կարող են ինչ-որ, հա, զրպարտում եւ այլն։ Ես ղեկավարներն են դրանց տուժում եւ ոչ մեկ չի միատնայում, բա ինչի էսպես եղավ։ Այդ ինչ խումբ է այնտեղ գործում ԿՊ-ում, որը տենց ուրեմն խոսքի ազատության անվան տակ ռուսական նարատիվների ազատությունն է ապահովում Հայաստանում։ Այդ պետք է հասկանան մի հատ իրենք, եթե այդքան հնարավորություն ունեն այդ կապերը տեսնելու։ Շնորհակալ եմ, պարոն Խորշուձյան։ Ես եմ շնորհակալ։ Ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Սիրով։ Հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ, ինչ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ձեր։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Եվրաքվե նախաձեռնության անդամ Հովսեփ Խորշուձյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված հայ-ամերիկյան հարաբերություններում նոր զարգացումների, դրա ներ-հայաստանյան ընկալումների, նաև հիբրիդային պատերազմին մեր պատրաստ լինելու հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։